Մեկնարկել, համաձայն եք, չէ՞։ Այսօր եղանակը խոսացել է պայծառ լուսավորում է։ Մենք հետ եկել ենք ավելի մեծ լույսով լուսավորելու և ջերմացնելու բոլորիս համար շատ սպասված այս տոնական օրը։ Տոնական ցերեկույթի մեկնարկն արտարայելով, շրջանավարտներին ողջունի խոսքն ասելու համար բեմ ենք հրավիրում Շիրակացու ջերմարան կրթահավալիրի հիմնադիր տնօրեն պարոն Աշոտ Ալիխանյանին։ Ձայն եք տանում։ Գիտեք, ես մի խոստովանություն անեմ։ Ես իմ բոլոր ելույթներին շատ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերում, հատկապես վերջին զանգի և հրաժեշտի հետ կապված ելույթներին։ Եվ ասեմ ձեզ, որ ճիշտ է, վստահ չեմ, որ բոլորը այդ օրը բեմի վրա կանգնած մեր շրջանավարտները ուզված այլն ուշադիր լսում են, բայց հույսով եմ, որ հետո արդեն երբ իրենք տեսագրություն է ստանում են, այսինքն երբ դուք տեսագրություն եք ստանում եք, երևի անպայման ուշադիր կլսեք, որովհետև ոչ մի խոսք, ոչ մի ստորակետ հենց այնպես չի գրված լինում, ոչ մի գաղափար և միտք հենց այնպես չի ասում, որովհետև դրան պատրաստվելու համար պետք է մշտապես վերլուծես, որովհետև ամեն օր չես, չէ, որ դու հրաժեշտ ես տալիս քո սաներին, քո զավակներին։ Ճիշտ է, մենք միշտ ասում ենք և այդպես էլ կա, որ ջերմարանը ավարտելիս դուք չեք ջերմարանից հեռանում, մշտապես պետք է լինեք ջերմարանի հետ, նրա հոգսերով, ուրախ և աստվածելու կային այդ տխուր օրերով, բայց այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ
մեր շրջանավարտների մեծ մասը, եթե հենց սկզբից չէ, ապա հետագայում անպայման ներկում են արտասահման։ Պատճառը բոլորիս հայտնի է, որովհետև իրենք այնպիսի կրթություն են ստանում Ջեմարանում, որ հաճախ չի բավարարում իրենց այն բարձրագույն կրթությունը, որը ապահովում է այսօր մեր Հայաստանում։ Իհարկե մյուս կողմից կա մեկ այլ ճշմարտություն, որ ամեն ինչ կախված է սովորողից։ Բուհի մակարդակը, համալսարանի մակարդակը, դա ամենակարևորը չի, ամենակարևորը սովորողն է եւ շատ կարևոր է, որ նույնիսկ եթե արտասահման են մեկնում, միևնույն է, պետք է յուրաքանչյուրը իր առջև այդ խնդիրը դնի, իր առջև, եւ պետք է ամեն ինչ անի, որ ինքը ուսումնասիրի, սովորի, սերտի, եւ երբեք մթնոլորտը, որը հաճախ լինում է մեր բուհերում, երբեք անտարբերության մթնոլորտը, չգիտեմ, 10-ից խախնեն, մախնեն, գիտեք, ծանոթ մանութով քնություն ստանալու, այդ ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ։ Դա պետք է երբեք չգայթակղվի։ Ես հիշում եմ մեր ամենաառաջի տարիների շրջանավարտներին, նրանք ավարտում են Ջեմարանը, դա խոսքս 1993-94 թվականների, 95 թվականների մասին է։ Այն ժամանակ 10 տարի էր եւ նրանք որ ավարտում էին, պարզում էր մենք այնքան ծանրաբեռնված եւ այնքան ֆունդամենտալ գիտելիքներ ենք տալիս այս երեխեքին։ Հիմա որ ասենք ոմանք չհավատան, ասենք մաթեմատիկայից կարող էր լինել օրեկան առնվազն 100 խնդիր։ Հիմա անհավատալի է, չէ՞ ասեմ։ Եվ այդպես գնում ընդունվում էին, այն ժամանակ մեր համալսարանները դեռ բավականին ուժեղ էին։ Ընդունվում էին եւ ուրախ գալիս էին, որտեղ միշտ հանդիպումներ են ունենում տրադիցիոն իրենց հետ։ Ավարտելուց հետո գալիս էին Զվարթ, պարոն Ալիխանյան կամ մեր սիրելի ուսուցիչներ, մենք դեռ անելիքներ չունենք։ Պարզվում է, որ մենք իրենց առաջի երկրորդ կուրսերը արդեն այդ ամենը հրամցրել ենք Ջեմարանը։ Անելիք չունենք, ես էլ ասում եմ երեխու ջան, դա չի լինում, որ անելիք չունենալ։ Պետք է դուք գնացեք, խեղդեք, ռեկտորինա, դեկանինա, ամբերնի ղեկավարին է, ասեք, որ ձեզ անհատական ծրագրերով, որ ձեզ գիտելիքները կան, ծրագրերը կան, դուք ինքնուրույն սովորեք, մեկը դուք արդեն սովորեք այդ սովորելուն, բայց իրենք ուրախ հիմնականում, որ վերջապես էլ անելիք չունեն, այդպես մինչև երկրորդ կուրսի ավարտը մնում էին, գալիս են արդեն երրորդ կուրս, արդեն են տեմպից, են մոտիվացիայից, հիմնականում բոլորը ստացել են։ Իրանք դառնում էին արդեն ավելի շուտ ասեմ շարքային ուսանող, որը հարիր չէր Ջեմարանականում։ Եվ դա է պատճառը, որ մենք սկսած երևի այդ թվականներից, ես եւ իմ գոլեգաները սկսեցինք աստիճանաբար կուրս վերցրեցինք, որ մի քիչ ավելի համապատասխանեցնենք միջնակարգ կրթությանը, մեր տված գիտելիքները, միջնակարգ մեր Ջեմարանականի միջնակարգ կրթությանը, այդպես ասենք Ջերմանի միջնակարգ կրթությանը։ Իհարկե ամեն վարքյանով առաջ գնալով, որովհետև ծավալը ոչ մի կապ չունի մեր առաջընթացի եւ առաջ գնալու հետ։ Դե հիմա դες պարզ է, որ այս մի քանի օր ես նախապատրաստում եմ մեր վերջի զանգին, թե ինչ եմ ասելու են կարևոր խոսքերը, որոնց մասին ես ասում եմ, որ ինչքանով լուրջ եւ ինչքանով հետեւողական կուզեի, որ վերաբերվեի։ Եվ իրոք երբեք Ջեմարանը ավարտելուց Ջեմարանից չպետք է հեռանալ։ Անգամ եթե դուք արտասահմանում մնաք, իսկ այդպես հաճախ է պատահում, չէ՞, երիտասարդները գնում սիրահարվում, միշտ որ ցանկությունը եւ կյանքի իրավիճակը արտադրում է, որ վերադառնաք ձեր հայրենիք, ներին է, անգամ արտասահմանում մնալով դուք միշտ պետք է լինեք ձեր հայրենիքի հետ եւ ձեր Ջեմարանի հետ։ Եթե մարդ կարող է Հայաստանում ապրել իր հայրենիքում, բայց երբեք իր հայրենիքի հոգսերով չտարապի, իր հայրենիքի հետ չապրի եւ իր հայրենիքի հետ առաջ չգնա։ Իսկ դուք յուրահատուկ եք, դուք եք առաջ տանելու Հայաստանը, դուք եք վերադարձնելու մեր սխալների պատճառով բոլոր այն թերությունները, բոլոր այն բացթողումները, բոլոր այն կորուստները, ասեմ ավելի ճիշտ, որ մենք թույլ ենք տվել։ Դուք պետք է միշտ ներողել ձեր
ավակ սերունդներին այդ ամենի համար։ Բայց ներող լինելը դա շատ քիչ է։ Դուք պետք է մեր սխալները բոլորը ուղղեք։ Դուք պետք է առաջ գնաք եւ մեր հայրենիքը կտեսնեք ինչքան արագ նա կդառնա շատ հզոր, իսկական հայերի արժանի, Հայաստանի պատմությանը արժանի, մեր քրիստոնեական բոլոր ուսանողներին արժանի հզոր երկիր։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն պարոն Անահիտյան։ Մենք 11-րդ դասանիսյաներս մեր հերթին ահա այս բեմից մեր սրտի ու հրաժեշտի խոսքն ենք թողում ձեզ։ Սիրելի ավակ ընկերներ։ Դե ինչ, եկեք սկսենք, բեմում եմ, լավ եկեք չհայտարարենք, ավելի լավ իրար տեսնենք։ Dancing bears, painted wings, things I almost remember, and a song someone sings once upon a December. Someone holds me safe and warm. Horses prance through a silver storm. Figures dancing gracefully across my memory. Someone holds me safe and warm. Horses prance through a silver storm. Figures dancing gracefully across my memory. Far away, long ago, glowing dim as an ember, things my heart used to know, things it yearns to remember, and a song someone sings. Երբ առաջին անգամ վարեցին գիտության ջահը, նրանց աչքերում արտացեց աշխարհի պատկերը, եւ այս գրակը կրթության շոկից դարձրին հույսի կանթեր ու փոխանցեցին մեզ ժամանականներից, որպեսզի մենք էլ մեր հերթին պահպանենք, ոցավառենք ու փոխանցենք այն սերնդեսերուն, կարևորելով կրթության դերը յուրաքանչյուրիս կյանքում։ Եվ այսօր մեր ավակ ընկերների համար կյանքի կարևոր շրջափուլում, երբ ծերմանած գիտելիքը թույլ է դարձել եւ ձևավորել նրանց որպես անհատ, մենք ճանապարհում ենք նրանց բացելու կյանքի մի նոր էջ, որտեղ ձեռքբերումն են ամրապնդելու եւ իրավելու երկար եւ հուզիչ պայքար է սկսվում։ Եվ որպեսզի մեր հանդիպումը այնտեղ լինի ուրախ եւ տպավորիչ, եկեք միասին հիշենք այս տարվա ընթացքում ձեր անցած ճանապարհը եւ որպես քանք հիշողություն պահենք մեր սրտերում։ Меня не станет, я буду петь голосами моих детей и голосами их детей. Нас просто меняют местами. Таком сары, круговорот людей. Ой, мама, когда я буду петь голосами моих детей и голосами их детей. Нас просто меняют местами. Вот закон сары, կրուգավորը Մերվերցազանքների մասին սանմենգի հուսով եմ հաջորդ օրը բոլոր իրար չեմ մոռանալու Пусть не везет, но мы свое возьмем. Это небо вместо сцены здесь звезды в темноте тобой зажженный фонарик.
Меня ты ждешь меня! После меня будет тысяча Ընդհանուր բարը շատ լավ բառ է, շատ լավ։ И мы снова вдребезги, и у нас на почине. Плевать, ведь наши дети будут лучше, чем мы. Лучше, чем мы. Когда меня не станет, я буду петь голосами моих детей и голосами их детей. Нас просто меняют местами. Круговорот. Համաձայն շատերս ունենք այդ կազմքով պարունակած հիշողություններ, թող դրանք ուղեկցեն ձեզ և մոտ իրական և հարատև սիրում, ինչի մասին երազում եք միշտ և բոլոր։ Համաձայն եք չէ, որ ինչ դպրոցական կյանք, առանց կազմքների և հույզերի։ Իհարկե, առաջին հերթին խոսք գնում է կյանքում ամենամաքուր, ամենահուզիչ և թևեր պարգևող զգացմունքի սիրո մասին։ Գայանե, Եվա, Զարա և Լիա։ Իհարկե, ժամանակը սահում ու համրաքալանում էր գործը, տարիները գլորվում են և փոխում իրավիճակներ, տրամադրություններ և սպասելիքներ։ Յուրաքանչյուր նոր սերունդ ունենում է իր ներդրումը ԱՊՊ-ի կերպարան։ Իսկ յուրաքանչյուր ստելու և ավարտին հասնելու համար անհրաժեշտ է ոչ միայն ցանկություն, այլև պայծառ ու մեր ցանկությունները ցույցող տրամադրություն։ Այս լույսի ճառագով ու փոխանցելը մենք ինքներս ենք և դրա համար շատ քիչ ջանք է պահանջվում։ Մի ժպիտ, մի ծիծաղ ու մի կաթիլակցել։ Ճուպտալու և ջերմանալու, ինչու՞ չէ, նաև մի փոքր թաղձելու համար արիվ կարող է լինել, մեզ դասավանդած, մինչև վերջին պահը, մեր լուսավոր ապագայի նկատմամբ, հավատով լցված, մեր բոլորիս գիտելիքի շուրջ միաբանող և միավորող ուսուցիչները։ Ջերմանալական ուսուցիչները առանձնահատուկ են և տարբերվող, բայց բոլորին միավորում է սերը իրենց սանայի նկատմամբ, նվիրումը ուսուցանելու և գիտելիք սերմանելու առաքելության։ Ու այսօր լավագույն առիթն է նրանց հրաժեշտի խոսքը լսելու, նրանց առջև գլուխ խոնարհելու և իհարկե նրանցից շնորհակալ լինելու համար։ Սիրելի 12-րդ դասարանցիներ, մաղթում եմ ձեզ բարի երթ։ Ես մեր շրջանավարտներին մաղթում եմ գիտելիքներով լի ուղի, որ միշտ իրենք իրենց ճանապարհից քաղեն այն ամեն կարևորը, ինչ որ կարող է օգնել իրենց կյանքում։
Սիրելի Սաներ, ուզում եմ ասել, որ ես մեծ հաճույք եմ ստացել ձեզ հետ անցկացրած ամեն մի դասից, որի համար շնորհակալ եմ։ Թող ձեր միջի լույսը չպակասի եւ կատարվեն ձեր բոլոր երազանքները։ Մաղթանքը շատ կարճ կլինի։ Սիրելիներս, մաղթում եմ, որ երբեք չկորցնեք ձեր դեմքը, միշտ լինեք ինքնօրինակ, ստեղծարար եւ տարբերվեք գորշ միջավայրից։ Իմ մաղթանքը սա է։ I'm so excited for you guys. You're finally graduated. All this difficulty, all these challenges are totally going to be worth it in the end. I promise it's going to help you throughout university. I can't wait to see where you guys all end up. So excited for you. Սիրելիներս, սիրո խոստովանություն չէ որ պիտի անեմ, որտեղ առանց դրա դուք գիտեք, որ ձեզ շատ եմ սիրում եւ մի քանի օր չտեսնելու որ ձեզ շատ կարոտում եմ։ Ես չգիտեմ ինչպես կլինի մեր բաժանումը, բայց հիշեք, որ ձեզանից յուրաքանչյուրի իմ սրտում մեծ տեղ ունի եւ ես անկեղծորեն ձեզ ցանկանում եմ բարի ընթացք։ Թող քարքարոտ լինի ձեզ ճանապարհը, առանց դրա չի լինում, բայց ես վստահ եմ, որ դուք ունեք այն փորձառությունը, հմտությունները, այն կամքը, որով դուք կարող եք հաղթահարել եւ պատվով հաղթահարել ձեր ճանապարհին հանդիպած բոլոր խոչընդոտները։ Բարի ընթացք ձեզ, սիրելիներ։ Եվ մի շատ կարևոր ցանկություն, մաղթանք, չգիտեմ, աշխարհի որ ծայրում էլ լինեք, որտեղ էլ լինեք, միշտ հիշեք, որ հայրենիքը ձեզ նմանների կարիքն ունի։ Վերադարձեք, անպայման եկեք։ Սիրում եմ ձեզ շատ, կկարոտեմ։ Սիրելի շրջանավարտներ, սիրով շնորհավորում եմ ձեզ դպրոցական ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ։ Մաղթում եմ ձեզ բազում հաջողություններ, նոր երազանքների եւ նպատակների իրագործում։ Ցանկանում եմ, որ ձեր ճանապարհը լինի նոր բացահայտումներով, ձեռք բերեք մասնագիտական հմտություններ, դառնաք մեր ազգի համար արժանի մարդիկ եւ այն բոլոր արժեքները, որ ձեռք եք բերել ջեմանում, այն գիտելիքները եւ հմտությունները, որ ձեռք եք բերել, ել ավելի զարգացնեք եւ մեր հայրենիքի համար լինեք պիտանի մարդիկ, ել ավելի լավը դարձնելու մեր կյանքը, մեր երկիրը։ Սիրելի շրջանավարտներ, ողջունում եմ ձեզ։ Ձեզ սպասում է մի նոր հիանալի ճանապարհ։ Թող ձեր քայլերը առաջնորդվեն գիտակցության ազատությամբ, ստեղծագործելու ձգտմամբ եւ երբեք չհանձնվելու ուժով։ Հիշեք, գիտելիքը ամենահզոր գործիքն է, իսկ երազանքը առանց սլանալու շարժիչ է։ Շարունակեք փնտրել, բացահայտել եւ կերտել այն աշխարհը, որտեղ հարգանքի, միասնության եւ համագործակցության շնորհիվ հնարավոր է ամեն ինչ։ Սիրելի 32-րդ շրջանավարտներ, ուզում եմ ձեզ մաղթել, որ լինեք երջանիկ եւ ունենաք այն ամենը, ինչ անհրաժեշտ է երջանիկ լինելու համար։ Եվ քանի որ ոչինչ հենց այնպես չի առաջանում, ուրեմն դուք այդ ամենը պետք է ձեռք բերեք ձեր աշխատանքով, ձեր կրթությամբ, եղեք աշխատասեր, շրջահայաց, բանիմաց եւ բարի։ Հիշեք, որ ձեզ շատ սիրում ենք։ Սիրելի 12-րդ դասարանցիներ, մաղթում եմ ձեզ նպատակամաղված գործողություններ ձեր նպատակին հասնելու համար։ Ոչ մի խոչընդոտի առաջ չընկրկեք, միայն առաջ եւ բազում հաղթանակներ եմ մաղթում ձեզ։ Սիրելի 12-րդ դասարանի իմ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ ուսումնական տարվա ավարտի եւ հանրապետ դպրոցական կյանքի այս կարևոր փուլի ավարտի կապակցությամբ։ Գրեթե բոլորիդ ճանաչում եմ դեռ 8-րդ դասարանից, 5 տարի անընդմեջ դպրոցում միասին անցել ենք շատ հետաքրքիր, շատ զարգացախնդիր ճանապարհ։ Մաղթանքները շատ են իրականում, շատ կուզեմ ասել։ Դերևս առանձնացնեմ մի քանիսը։ Կուզեմ, որ կյանքում ունեք միշտ լավ մարդ, եղել եք լավ մարդ եւ շարունակեք պահպանել այն որակները, որոնց ձեզ տվել է դպրոցը։ Կուզեմ, որ այն ամեն ինչ քաղել եք ձեր ուսուցիչներից, ուղղեցեն ձեզ ոչ կյանք։ Իմաստավորեք ձեր անցյալը, միշտ նայեք անցյալը։ Նայեք ինչ ճանապարհ եք անցել, իմաստավորելով ձեր անցյալը, դեպի պայծառափոխ։ Ձեր ուսուցիչների գործունեությունը միայն չի ավարտվում դպրոցի շրջանակում, միշտ իմացեք, որ ձեր ուսուցիչները ձեր կողքին կանգնած են կյանքի բոլոր տարբեր փուլերով։ Մաղթում եմ ձեզ կյանքում պայծառ, կանաչ ճանապարհ, Աստված ձեզ օգնի։ Լավ։ Այժմ ողջունի խոսքով հանդես կգա բոլորս կողմից շատ սիրված ուսուցիչ, պարոն Գևորգ Կեսյանը։ Այսօր շատ կարևոր է մեր կյանքի առանձնահատուկ կամ յուրահատուկ ձեր կյանքի
իրադարձությունից մեկը դպրոցական կյանքի ավարտը։ Դպրոցական կյանք, որը բնականաբար լիել է ոչ միայն գիտելիքներով, այլ նաև հիշողություններով, ընկերական ջերմ հարաբերություններով, հաղթանակներով, ձեռքբերումներով, մի քիչ էլ փորձություններով ու դժվարություններով։ Բայց այսքանով սպորտական պրոցեսը չի ավարտվում, այն շարունակվում է եւ շարունակվում է ավելի գեղեցիկ միջավայրում համալսարանական կյանքում։ Ես ցանկանում եմ, որ դուք շարունակեք ձեր կրթական գործընթացը այն գիտակցությամբ, հստակ գիտակցությամբ, որ գիտելիքը ամենամեծ կապիտալն է, որը կարելի է գիտակցել։ Գիտելիքը ուժ է, որը բացում է դռներ, որը բացում է սահմաններ։ Եվ խնդրում եմ ձեզ, որպեսզի շարունակեք ուսումնասիրել, շարունակեք խորանալ, շարունակեք հարցեր տալ, պատասխաններ ցույցել, որովհետև միայն այս ճանապարհով է հնարավոր զարգանալ եւ զարգացնել հասարակությունը։ Ձեզ մաղթում եմ, որպեսզի լինեք ինքնավստահ ձեր ուժերի նկատմամբ, որպեսզի ձեր առջև դնեք մեծ նպատակներ, մեծ երազանքներ եւ համառորեն ձգտեք այդ երազանքների իրագործմանը, չվախենաք հաշվում ունենաք սովորելու, սխալվելու ու նորից շարունակելու ձեր ճանապարհը։ Մաղթում եմ, որ ունենաք բարի երթ, հաջողություններ, մեծ նվաճումներ, մեծ ձեռքբերումներ եւ որ ամենակարևորն է, հիշենք, պահպանենք ու գնահատենք նաեւ մեր ժամանը, որպես այդ հաջողությունների ու ձեռքբերումների հիմքը։ Շնորհավորում եմ ձեզ։ Հայ ուսուցիչը միայն դպրոցի տարածքում չէ պատասխանատու երեխայության համար։ Ծերունների կերտման գործում նրանք ձևավորում են ազգի ողնաշար եւ գիտակցությունը, փոխանցելով մեր հայեցի իմաստությունը։ Եկեք միավորվենք եւ թող հայկական մեղեդին ու բարը դառնան մեր համախմբման եւ ուսուցչի երախտագիտությամբ շնորհակալ լինելու միջոցը։ շուրջբարին մասնակցելու համար։ Թող այն կրթի ձեր մարմինն ու ոգին ու դառնա ևս մի միջոց ինքնաճանաչման ու ինքնաբացահայտման համար։ Սիրելի շրջանավարտներ, վստահ եմ, որ ձեր ներդրումը մեր որպես ավագ կրթի կերտման գործում կարևոր է եւ անվնահատելի։ Ճեմանում բոլոր տարիներին միշտ են եղել շնորհաշատ սաներ, եւ այսօրվա սերնդափոխությունը դրա վառ վկայությունն է։ Սիրելի շրջանավարտներ, դուք մշտապես կաք ու կշարունակեք լինել մեր օրինակը։ Ընկերոջ, սանի, ուղղակի աղջկա եւ պատանու
ումով մշտապես հիացել ենք և ջերմացել, և հիմա մի փոքր թախիծով, բայց ձեր ապագայի նկատմամբ հեծավատով մաղթում են կանաչ ուղի և նոր հորիզոններ։ Հանկարծից հաջորդ տարվա 12-րդ դասանցու համար նախորդ շրջանավարտը կարող է լինել լավագույն խորհրդատու և դեպի համալսարաններ, լույս տրող, լուսատու։ Բեմում են նախորդ տարվա շրջանավարտներ իրենց ողջունի խոսքով։ Ողջունեք 2024 թվականի շրջանավարտներ Ալա Նալբանդյան և Յանա Հարությունյան։ Շնորհավորում ենք ձեզ կյանքի մի ամբողջ շրջափուլ բոլորելու կապակցությամբ։ Հույս ունենք, որ մեր սերնդի ձայնը և խորհուրդները լրելային արձագանք կգտնեն ձեր սրտերում։ Ես Ավան եմ, Ջերմանի 31-րդ շրջանավարտ։ Ուղիղ 1 տարի առաջ ձեր տեղում նստած ես ամբողջ ուժով հետ էի պահում արդյունքներս։ Իմ այդ հուզմունքը անբարտակել էր տարիների ընթացքում կուտակված զգացմունքների հորձանքը։ Մինչև հիմա ներշնչում եմ այն անիրական ուժը և հզորությունը, որ լցրել էին թոքերս։ Պատվավոր զինվորի նման ես փարվել էի հայրենի հողին և երախտագիտությամբ էի լցվել բոլորի հանդեպ։ Այդպես եմ ես հիշում մեր հրաժեշտի ցերեկույթը և համոզված եմ, որ դուք էլ եք արդեն լցված այդ պատվավոր կարոտով։ Այո, ես կարոտ էի զգում հրաժեշտի առաջին իսկ վայրկյաններից։ Նոստալգիան հեռվում մնացածի հանդեպ կարոտն է, իսկ ես այն զգում էի ներկայի հանդեպ։ Այսօր կրթության հաղթանակը և լույսը տոնելու օրն է, քանի որ մի նոր սերունդ է օծվել այդ լույս մյուրոնով։ Դպրոցում և նրանից դուրս մենք ուսումնասիրում ենք մարդկային ժառանգությունը, որը մեզ ուղղակի զարմացած է թողնում։ Եվ մենք բոլորս կարծում եմ պետք է նպատակ դարձնենք այդ ժառանգության մեջ ինչ-որ մի հետք անկեղծ սրտով թողնելը։ Ես ցանկանում եմ, որ կրթությունը այս նպատակի բանալին դառնա ձեր անձը և ապագան կերտող սյունը։ Իսկ հիմքը թող լինի սերը, որ ստացել և տվել եք այս կյանքում։ Այսօր խոսվել սիրո մասին, և ես հասկացա, որ գիտակցաբար սիրել սովորել եմ ջերմարանում, քանի որ մեր ջերմարանում սերը երբեք անտեսված և անպատասխան չի մնում, այն միշտ գնահատված է, իսկ կյանքում միշտ չէ, որ այդպես է լինելու։ Ես Յանան եմ, Արցախից, նախորդ տարի ավարտել եմ ջերմարանը։ Եթե պատմությունը այլ ընթացք ունենար, այստեղ կանգնած կլինեի որպես Արցախի ջերմարանի առաջին շրջանավարտ։ Մեր սերնդի իրականությունը շատ ավելի բարդ է, քան դասագրքերում մեր ուսումնասիրած նյութը։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ընտրությունը մասնագիտական և ուղու ոչ միայն անձնական է, այլ նաև ազգային ու քաղաքացիական պատասխանատվություն։ Ձեզնից շատերը վստահ եմ շարունակելու են կրթությունը արտասահմանում, փորձելով գտնել ավելի լավ ու որակյալ կրթություն։ Բայց պետք է հասկանանք, որ այդ պատասխանատվությունը ոչ միայն մեր անձնական զարգացման ու աճի վերաբերյալ է, այլ նաև պատասխանատվություն վերցնելու երկրի ապագայի նկատմամբ։ Մենք արդեն ունենք և դուք արդեն ունեք ավելի բարձր մակարդակի կրթություն, քան շատերը, ավելի լայն աշխարհայացք։ Դա առավելություն է, միանշանակ, բայց միևնույն ժամանակ պարտավորություն։ Խորհուրդ կտայի, ինչ ոլորտ էլ ընտրեք, որտեղ էլ շարունակեք, լինեք ձեր գործով առաջինը, գործով, նաև մտքով, ինչպես նաև որակով։ Մեծ պատասխանատվություն է խոսել ձեզ համար ու ասել, որ պետք է դուք ինքներդ լրացեք այդ պատասխանատվությունը ու ձեր ընտրած ոլորտներում լինեք առաջինը։ Լինեք ուժեղ մասնագետներ, ովքեր պատրաստ են գիտակցված մեր վիրավոր երկրի համար լինելու այն մարդիկ, ովքեր վերականգնելու են այն։ Ջերմարանի առաքելությունն է կերտել ազգային հենքի վրա ձևավորված համամարտկային արժեքներ կրող իսկական մտավորական և քաղաքացի։ Կարծում եմ, որ հենց այդ մտավորականի կերպարն է, որ մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է կերտել, անկախ նրանից որտեղ է ապրում և սովորում։ Շնորհավորում եմ ձեր օրը, թող այս օրը լինի ոչ թե ավարտ, այլ նոր իմաստավորված և մտածված սկիզբ։ Շնորհակալ ենք մեր ավագ ընկերներին, մեր ապագան ևս մի մասնիկով ամբողջացնելու համար։ ԵՒս մեկ գնացիկ կատարում ձեզ համար։ Այս անգամ դուք ոչ միայն կատարման կոդիրը կարող եք դնել, այլև անմիջական մասնակիցը։ Դե ինչ, դիմավորեք, Գալե և Մարիա։
Շնորհակալ ենք մեր ավակ ընկերներին, կներեք, շնորհակալ ենք հատելի և դրավազող կատարված համար։ Շուտով մեկ զանգով, գավաթի ձեր մանկությունը, որն այնքան խաղաղություն և հիշողություններ էիք մեզ պահում։ Հիմա արդեն քայլեր ձեզ կտանեն մի ուրիշ աշխարհ, որտեղ ճեմարանին փոխարինելու կան նոր կրթօջախներ և կձևավորվեն նոր ընկերական հարաբերություններ, սակայն ճեմարանը միշտ կմնա ձեր սրտում։ Խոսելով հիշողությունների մասին չեն կարող չփաստել, որ դրանք մարդու կյանքում կարևոր դեր ունեն։ Հիշողությունները մեր կյանքը դարձնում են գունեղ, ջերմացնում սրտերը անցած օրերի քաղցր ակնթարթներ։ Հիշողությունների հետ կապված առջևում մեզ դեռ սպասում են բազում անակնկալներ։ Սիրելի ճապարականներ, շարունակելով շրջանավարտների համար մեր հրաժեշտի ցերեկույթը, եկեք մի պահ պատկերացնենք, որ այսօրվանից անցել է մի քանի տարի։ Այո, մի զարմացրեք։ Ենթադրեք, դուք արդեն ավարտել եք նաև համալսարանը, հասցրել եք կազմել ընտանիք, ունենալ բարիքներ և ահա մի օր ձեր տատուրը թափում եք և հանցում ծրարով դրված մի նամակ։ Նամակ, լուրջ ես ասում, ծրարով, անել մի քանի տարի հետո և տեխնոլոգիական այս դարում սրընթացառությամբ փոխում են բոլոր առաջադեմ մոտեցումները։ Լավ, ասենք ծրարով, բայց ինչի մասին կարող է լինել այդ նամակը։ Ոչ թե ինչի, այլ ում։ Իսկ հասցեատերը պարզ է, որ կարող են լինել հենց ճեմարանականները։ Հետաքրքիր է, որտեղ կամ ում մոտ են այդ նամակները։ Իսկ այդ նամակները արդեն դահլիճում են և լավ փնտրելու դեպքում այն հնարավոր է գտնել։ Օրինակ մի քանի հոգու նստարանի տակ։ Սիրելի շրջանավարտներ, գուցե նայեք որտեղ եք հաստատարել թողել նամակները։ Իհարկե հասցեատերը բոլորով են։ Սակայն դեռ համար հայտնվել շուրջ ծրարներ տարբեր նամակակիներից։ Ինչ-որ մեկը գտել եք։ Նամակ ուսուցիչ, սիրելի ջերմանական, ապրես, որ հասկալեցիր ամեն բան և թվում էր ամեն ինչ չափից դժվար է։ Երբ ուրիշները կասկածում էին, դու շարունակեցիր քայլել։ Ապրես քեզնով, քո նպատակասիրությամբ, քո համառությամբ, քո երազանքով։ Կրթահամալիրի տնօրեն Ալբան Ալիխանյանից։ Սիրելի շրջանավարտ, դու մեր կրթօջախից դուրս ես եկել ոչ միայն գիտելիքով զինված, այլև արժեքներով պատասխանատվություն կրելով հայրենիքի, ընտանիքի և անձնական խնդիրների նկատմամբ։ Մի մեծ գրող ասել է. մտավորականն այն մարդն է, որը հոգևորն ավելի բարձր է դառնում, քան նյութականը։ Այս բողոքը քրիստոնեության, ինչպես նաև իսկական քաղաքացի և մտավորական դառնալու հիմք է։ Մենք վստահ ենք, որ դա կարողացել ես անել այդ ուղղությունը։ Մեր սենքը սխալներ է գործել, և քեզ է տրվել հնարավորություն սովորելու այդ սխալներից, ապրել գիտակցված կյանքով և կառուցել Հայաստան, որը արդյունավետ ուժեղ արժանապատի երկիր է։ Դու ես արտական սերնդի շարունակողը, քո առջև բաց են անսահման հնարավորություններ, և քո սերնդերին ներդրվում են մեր երկրի ապագան։ Նամակ համալսարանի։ Ես հպարտեմ իմ անկրկնելի ջերմանականով, որովհետև ամեն ինչ ստացվեց։ Դու չհանձնվեցիր, աշխատեցիր, եղար ազնիվ ինքդ քեզ հետ։ Հիմա դու երբեք չհրաժարվեցիր քո երազանքից և հիմա ապրում ես երջանիկ կյանքով, հիշելով քո բոլոր արկածներն ու զվարճալի պահերը ջերմանում։ Հետո համալսարան։ Եվ ես հիմա ապագայից նայելով ուզում եմ քեզ ասել ամեն ինչ ստացվել է։
Դու արժանի ես այս ճանապարհին, շարունակիր կերտել եւ մի ընկճվի խոչընդոտներից եւ ամենակարևորը հիշիր, որ ես միշտ քո կողքին եմ ու քո սրտում։ Տեղը Անդրանիկը կտավ։ Նամակ ծնողից, դու ավարտեցիր դպրոցը, կար ժամանակ երբ հոգնել էի, բայց չանձնվեցի, քանի որ ունեի թեփ եւ թիկունք, հենց դու, քո ընտանիքը, ընկերները ու քեզ սիրող ուսուցիչները։ Դու ընդունվեցիր համալսարան, հասար այնտեղ, որ մի օր նայում էի երասկոտ աչքերով։ Դու կազմեցիր ընտանիք լույսով ու քնքշությամբ։ Եվ ամենակարևորը եւ բաղձանին դու կառուցեցիր քո երազած ապագան, քայլ առ քայլ, սրտով ու մտքով, ոտքդ դնելով հողի վրա, բայց միաժամանակ հաղթահարելով բոլոր խոչընդոտները, հավատալով ու աշխատելով։ Սիրելի սաներ, կարևոր ուղղակցներ այս նամակները։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր ժամանական շրջանավարտ կդառնա այս ուղղակցի հասցեատերն ու կրողը։ Զարգացնելու համար մեր նամակներում եղած միտքը բեմ ենք հրավիրում ավագ դպրոցի առաջնորդներին՝ Տիկին Բալիկին, Տիկին Գոհարին եւ Տիկին Լուսինեին, ինչպես նաև Ռումեր Ջանազյանին եւ Հանի Այվազյանին, ովքեր ողջ ուսումնական տարվա ընթացքում իրենց ջիղը, ուզերն ու ժամանակը մեզ հետ հավասար կիսեցին ու մեզ հարազատենումար սիրեցին։ Սիրելի շրջանավարտներ, կարոտով հիշելու եք ձեզ, եւ հիմա ես շատ հուզված եմ եւ խոսելու եմ մեր բոլորի անունից, այդ թվում է Տիկին Գոհարի անունից, ով այսօր ցավոք մեզ հետ չէ, բայց սրտով եւ մտքերով անդադար մեզ կարծում եմ հետևում է։ Այսօր փակվում է ձեր գրքի եւս մեկ էջ եւ դուք սկսում եք գրել գրքի շարունակություն, որտեղ հեղինակը դուք եք եւ յուրաքանչյուր էջ ցանկանում եմ որ գրեք խիզախությամբ, արկածախնդրությամբ, սիրով եւ ազնվությամբ։ Դուք այն սերունդն եք, ում մենք վստահում ենք, ում ճանապարհելով մենք ձեզ մաղթում ենք ոչ միայն քաջառողջություն, ձեռքբերումներ, այլ նաեւ ուզում ենք, որ դուք երբեք չմոռանաք, որ դուք այն սերունդն եք, որոնք երջանկություն ունեն ապրելու մի հողի վրա, որ կոչվում է Հայաստան։ Եվ այդ Հայաստանը ձեր սրտում տանելով պարտավոր է ծառայել նրան, ինչքան որ ուժ եւ եռանդ կա ձեր սրտերում։ Մենք ձեզ սիրում ենք, մենք ձեզ մաղթում ենք կանաչուղի եւ ակնկալում ենք հաջողակի հանդիպել ձեզ։ Լավ եղեք։ Իրականում ինձ ամեն ինչ ասեց Արտեմիկ Լուսինեն, մեր բոլորիս մաղթանքներն ու ցանկությունները նույնն են։ Մի կարևոր բան կա, ուզում եմ նաև դրան անդրադառնալ, որ հիմա մենք ապրում ենք այն ժամանակաշրջանում, որտեղ արհեստական բանականությամբ դարձրել է այնպես, որ արհեստական բանականությունը դարձրել է ամեն ինչ այնպես, որ շատ արագ մենք ստանում ենք լուծումներ, ստանում ենք, ուզում ենք խոսքեր ասել, արագի մեջ այդ խոսքը տրվում է, բայց այս ամեն ինչի մեջ երբեք կարևոր է, որ մի բան մենք չկորցնենք ու չմոռանանք մեր ստեղծարարությունը, մեր միտքը, չկորցնենք այդ ամեն ինչը ու նաև վայելենք ընթացվել, իմանանք, որ ամեն ինչ չի, որ շատ արագ հասկացելու, երբեմն լինելու են պահեր, ինչպես մեր կրթությունը իրականում, որ 12 տարի մենք ավարտում ենք դպրոցը, իրականում մի մեծ փուլ եք հաղթահարում այս 12 տարվա ընթացքում, բայց նաև ինչպես մեր շրջանավարտներից, անցած շրջանավարտներից մեր դասընկերին ասեց, որ հիմա արդեն նոր սկիզբ է։ Իմացեք, որ այս ընթացքը պետք է վայելել ու երբեմն արդյունքը ուշ քաղել, բայց անպայման այդ արդյունքը քաղել։ Բարի երբ ենք մաղթում բոլորին։ Շատ սիրում ենք։ Շնորհակալ ենք սիրելի առաջնորդներ, հարազատ եւ հոգատար վերաբերմունքի համար։ Ձեր մաղթանքները թող դառնան մոտալուտ իրականություն մեր ընկերների համար։ Բարի օր։ Իրականություն Ջերմանի ուղղություններում են երկու աստղ նախագիծեր։ Այսօր մեր բեմում կհանդիպեն ոչ միայն երաժշտությունը
սիրող սերունդներ, այլ նաև համարձակ ու տաղանդավոր երգող զույգեր, որոնք պատրաստ են իրենց ողջ ուժով, ձայնով ու բեմական հմայքով գրավել մեզ։ Եկեք ողջունենք մեր մասնակիցների բարձր ծափարություններով և սկսենք մեր աստղային ցերեկույթը։ Այժմ տեղափոխվենք կանաչ սենյակ և տեսնենք, թե ինչ դրամատրություն է տիրում այնտեղ։ Ողջունում ենք բոլորին կանաչ սենյակից։ Կանաչ սենյակում ուտելիքը շատ ջերմ ու տրամադրող է։ Բոլորը անհամբեր սպասում են իրենց ելույթին և սպասում են իրենց դրական դիսկերը փոխանցելու դահլիճին։ Շատ լավ է, իսկ հիմա եկեք ընտրենք մեր ժյուրիներին։ Մրցույթի օգնությամբ ունենալու ենք 4 ժյուրի և բոլորը լինելու են մեր սիրելի 12-րդ դասարանցիներից։ Առաջին հարցը, որի օգնությամբ կընտրենք ժյուրիի առաջին անդամին, հիմա ես կհնչեցնեմ։ Առաջին պատասխանը, որը հնչի, այդ անդամը կբարձրանա բեմ։ Խնդրում եմ բոլորին ուշադիր լինել, որպեսզի տեսնենք ով է առաջինը հնչեցրել պատասխանը։ Ով կարող է գուշակել այսօրվա մեր ելույթի թեման։ Ելույթը նկատի ունենք երկու աստղի հետ, կոնկրետ մի թեմա կա, որի վերաբերյալ մեր երգերը այսօր լինելու են։ Այո, ճիշտ է։ Դանիելան բարձրանում է բեմ, շաբահարիկ բոլորով։ Այո, ճիշտ է, սերը մեծագույն ուժն է, որը կարող է կապել մարդու իր արմատներին, իր հողին և իր պատմությանը։ Հայրենիքի նկատմամբ սերը ոչ միայն կարոտ է ու խորարում, այլ նաև նվիրում պայքար ու պատասխանատվություն։ Իսկ սիրո ամենաբարձր ձևը զոհաբերությունն է նույնտամարտու, երկրի, զգանափարի համար։ Երբ սիրում ես, ոչ թե պահում ես, այլ ապրեցնում ու պահպանում ես, նույնիսկ քո ցավի ու ջանքերի գնով։ Ինչ եղել։ Եկեք ուշադրենք, թե ով կլինի հաջորդ ժյուրին։ Իսկ հարցը լինելու է այսպիսին. որն է առաջնորդների սենյակի համարը։ Էլենն է գալիս բեմ, շաբահարիկ։ Ժյուրիի երկրորդ անդամը ևս ընտրված է։ Մյուս երկու անդամներին ընտրելու համար խնդրում ենք պատասխանել ևս երկու հարցի։ Մեկ հարց եք պատասխանելու, որի պատասխանը փոքր երկար է, որ մեծանուն հայերին է նվիրված եղել այս տարվա ավագ դպրոցի տողաններից 3-ը։ Հասեցին Սարյանը և Տերյանը, Ռաֆայելը բարձրանում է բեմ և սպասենք նույնիսկ պատասխանին։ Եվս մեկը կա։ Ճիշտ է, բարձրացեք բեմ։ Եվս բարձրանում է բեմ, շաբահարիկ։ Ինչպես է ժյուրիների տրամադրությունը։ Լավ է։ Դե ինչ, եկեք սկսենք, հենց տեղերում են բոլորը, դիտենք մեր առաջին զույգի տեսանիքը։ Բարև ձեզ, ես Լիլիա Մարուկյանն եմ, ես Վիկտորիա Իսահակյանն եմ։ Որը երգելու ենք Գրիգոր Կոկչյանի Երանիթե երգը։ Ես կլինեմ անկեղծ ու կասեմ, որ ուղղակի լավ չենք երգում։ Մյուս երգերը լավ չենք երգում, հենց ստիպված, բայց նաև երկուսը շատ ենք սիրում այդ երգը, այդ պատճառով։ Ճիշտն ասած իմ երազանքը տողանին երգելն էր։ Չգիտես ոնց իմ սիրելի 11-րդ դասարանցիները իմ երազանքը իրականացրին եւ ես իմ վերջին տողանին երգում եմ այդ երգը։ Միանշանակ հաղթանակ։ Ժյուրիներին կփոխանցենք, որ պատրաստվեք շոու է լինելու։ Ով է շոուանում։ Ով։ Մենք զինվեն համբերությամբ եւ իրենց ուժերը ճիշտ գնահատեն, հասկանան, որ մեր հետ իրենք շանսեր չունեն։ Լավ ընթացք։ Երանի թե, սիրունը
Հիմա մենք կլսենք մեր ժյուրիների կարծիքը, Իրանալի մոտենանք ժյուրիներին և տեսնենք այս ինչ կարծիքն են մեր երեքի մասին։ Նախ հասնում ենք ոնց ենք գնահատում, ասեք սա։ Ելույթի մասին կարծիքը լսենք, որից հետո մեր ժյուրիները հերթով գնահատելու են 10 միավոր։ Այս ամրվակում ասում էի Վատենք երկում դա շատ լավ էր, իրականում ապրեք շքրեթիկ չեն։ Ավելի լավը մի անգամ 10 գնահատականի վերջում կասենք, էլի, որովհետև մեզ համար նախ և առաջ մեր շորսս համար շատ բան է, անակնկալ է, որ Վիկան երկում է, ու ինքը մեր վերջին զանգի չի երկել, ուղղակի դրա համար պիտի կապտի երկել։ Հիմա գնահատական եք ասում։ Ըստ ինչ կստանաք։ 11 Պատրաստեք ժյուրիներ։ Մեր սենանից նա։ Այս ելույթը մենք գնահատում ենք 10 միավոր, քանի որ շատ երեխեք և շատ բոլորուներ են։ Բոլորի շատ ատմից։ Շնորհակալություն և անցնենք մեր հաջորդ ելույթին, դիտենք հաջորդ տեսանյութը։ Ես Պետրոսյան Նարեն եմ։ Ես Ավագյան Լաուրան։ Միասին ասենք։ Մենք մասնակցում ենք երկու աստղ նախագծին։ Մենք մասնակցում ենք երկու աստղ նախընկալիքներն են ժյուրիից։ Դրական էմոցիաներ փոխանցել ժյուրիին, իսկ իրենցից ակնկալում ենք ստանալ արդար որոշում։ Մրցակիցների համար մեսիջ ունենք, բռնվեք թեժա լինելու պայքարը։ Մեր ակնկալիքներն են ելույթից, ունենալ շատ ակտիվ եւ էներգիայով լի ելույթ, որի ընթացքում դահլիճը մեզ կմիանա եւ միասին կանցկացնենք բոմբ ելույթ։ Սիրական երգ ենք ընտրել, որը ավելի տոկունություն կտա եւ լավ շոու կանենք։ Այո, եւ ակտիվ ելույթ կունենանք։ Ակտիվ ելույթ կունենանք։ Stay tuned, մեզ հաջողություն։ The holy land of the ark, all I have done. For centuries we have tried to keep our peace and our pride. All we have done is go on through the hardest times. Walking out the lady, all I saw is the trumpet, but we want to get it, man. You get it, come to good in it. Who did this from my head in it? Yet go now, go see it. Yeah, come on,
Պատմենք ձեր ուղղավորությունների մասին։ Ինչպես սպասում էինք, բավականին ակտիվ եք ստացել, եւ շատ ուրախ եմ նկատությամբ։ Շատ եք։ Արագացնենք մեր ժյուրիների գնահատականները։ Չէինք սպասում ձեզ երկուսից միասին տեսնելը։ Շատ ակտիվ ելույթ ստացվեց, ոնց ասացիք, բոմբեր, թույներ։ Իսկ հիմա ժյուրիները կհնչեցնել իրենց գնահատականները։ Ես հերթով ասեմ, Դանիելա, նախև առաջ Դանիելա ինչ ես գնահատում։ 9։ Էլեն ես հայա։ 9։ 9։ Ես էլ 10 եմ գնահատում դրել։ Հրավերում եք դիլ զույգի բեմ, Լիլիա և Նիկա։ Հրավերում եք բեմ Նիկային և Լիլիային։ Հատականներից արդեն բարձր որ զույգն է այսօր մեր հարցը, եկեք Լինային և Նիկային բարձր ծափահարել։ Այս նաև ծափահարին տավորային նարեին իրենց արդի ելույթի համար։ Ես Լինային ծափահարին բարձր։ Շնորհակալություն, այսօր մեր ելույթը այսքանն էր։ Մենք գնանք և տանենք։ Սիրելի հյուրեր, ուսուցիչներ և օրվա հերոսներ, մեր ավագ ընկերներ, շրջանավարտներ։ Ավարտին է մոտենում մեր այսօրվա տոնական ցերեկույթը։ Մենք հիշելու և կարոտելու ենք այս պահերը, դեռ շատ երկար, ինչու՞ չէ ողջ կյանքի ընթացքում։ Թող այն տրամադրությունը, որ փորձեցինք փոխանցել այս մի ժամվա ընթացքում, դառնա ձեր մշտական ուղեկիցը։ Մեզ համար կարևոր է ջերմանը տանեք ձեր սրտերում որպես մի վայր, որտեղ դուք մշտապես կարող եք վերադառնալ տան հարազատ անդամի իրավունքով։ Տան այն անդամի, ով համոզված եք, մշտապես բարձր կպահի ջերմանի պատիվը, հպարտությամբ կարտասային, ես ջերմանական եմ, ջերմանական մեծ ընտանիքի լիիրավ անդամ։ Ամփոփելու համար մեր այսօրվա տոնական հրաժեշտի ցերեկույթը բեմ ենք հրավիրվում ավագ դպրոցի տնօրեն տիկին Աննա Ստեփանյանին և ավագ դպրոցի համակարգող տիկին Անահիտ Ղարաղազարյանին։ Ես այնքան գեղեցիկ և հուզիչ խոսքեր արտասանվեցին այսօր, գեղեցիկ ուղերձներ, բազաներ հնչեցին ձեզ համար։ Ես վստահ եմ, որ դրանք ձեզ կուղեկցեն ձեր մտքերում կլինեն, բայց ուրիշ բան եք պլանավորել իրականում, հիմա մտքից գալիս է, որ կարոտելու ենք իրականում ձեզ։ Միջանցքները դեռ երկար են, միջանցներում դեռ երկար ենք լսելու ձեր աղջիկների ուրախ ծիծաղները, տղաներին, իրենց քննարկումները։ Մի տեսակ արդեն այս ընթացքում մտածել եք, թե ինչ պիտի անենք, ում պիտի հարցնենք, նորից դասի եք, ազատ եք, ինչ ուսուցման եք, և այդ հարցերը արդեն այս պահին դադարելու են։ Ամեն դեպքում ես ուզում եմ շնորհավորել բոլորին։ Այսօրը դուք ձեր կյանքի հատորում կարևոր մի փուլ ամփոփեցիք։ Ուզում եմ անկեղծորեն ձեզ մի քանի բարեմաղթանք ուղղել, եւ առաջինը, որ ընդառաջ ցլանաք ձեր երազանքներին։ Երբեք չվախենաք, չերմտեք եւ ցանկացած փորձություն, որպես ինքնաճանաչման եւ ինքնաբացահայտումների նոր հնարավորություն դիտարկեք։ Ուզում եմ, որ սիրեք, ապրեք, արարեք, հավատաք ինքներդ ձեզ, վստահ առաջ շարժվեք, որովհետև ունեք հզոր մի բանակ ընկերների, խորհրդատուների, ջերմանական ընտանիքի։ Միասին արդեն մի պատմություն ենք, մեր այս կյանքի փուլը պիտի ակամա զուգակցված է մեր կյանքերը իրար հետ։ Մենք ձեզ հետ ենք և սիրում ենք, շնորհավորում եմ։ Իրականում դերին շեմ եք կարողանում խոսել, բայց ուսում եմ ձեր կողքին կանգնել և խոստանալ ձեզ,
որ այսօր ավարտը չէ, այսօր սկիզբն է, որ միասին մենք շարունակելու ենք կրթել, շարունակելու ենք ջերտել, շարունակելու ենք մեր այժմյան հայրենիքի, այս պահին ունեցած մեր հայրենիքը շենացնել և պատմական քարտեզների վրա կետգծերով առկա սահմանները հոծ դարձնել։ Դա մեր ընդհանուր բոլորիս գործն է, մեր առաքելությունն է, մեր մտքի, մեր ամեն օրվա, ամեն րոպեի, ինչ ասեմ, գործն է երևի։ Մնացած ամեն ինչ ընթացիկ կլինի երեխեք ջան։ Ամեն ինչ ասվեց, բայց այն փաստը, որ մենք ձեր թիկունքին ենք ձեզանից սովորելու, մեծ ցանկությամբ ձեզ ուղղորդելու, ձեզ աջակցելու, նաև ձեր աջակցությունը ստանալու մեծ կարիք ունենք։ Բազմիցս ասել եմ, որ ինչ մասնագիտություն էր, որ ընտրեք ձեր երկրորդ մասնագիտությունը, ինչու ոչ շատերիդ համար պետք է առաջին մասնագիտությունը լինի կրթությունը, կրթության մեջ ներգրաված լինելը, որովհետև միայն կրթությամբ կարողանալու ենք փոխել այն իրավիճակը, որը որ մենք չենք ուզում ունենալ, որի դեմ պայքարում ենք։ Եվ բացի նրանից, որ խոստանում ենք լինել ձեր կողքին, ես ուզում եմ ևս մեկ անգամ խոստովանել ձեզ, որ շատ սիրում ենք ձեզ։ Հիշեք, պահեք այս սերը ձեր մտքում և ձեր սրտերում։ Սա է մեզ ուժ տալու, սա է մեզ առաջ մղելու և ունեցեք համարձակություն անընդմեջ երազելու, որտեղ դա է դառնում գործ, դա է դառնում նպատակ և փոխում իրավիճակը։ Շնորհավորում եք կրկին, նորից նշում եմ, սա ավարտ չի, սա մեկնարկ է։ Շնորհակալություն։ Իսկ հիմա, որպես 11-րդների կողմից միջոցառման վերջաբան, ասենք մեր նորաստեղծ բենդի ելույթը, որը եկել է փոխանելու վաղուց բոլորի սերը վայելող ու արդեն շրջանավարտ անդամներից կազմված բենդի։
Ցերեկույթի ավարտին իրենց երախտիկի խոսքն ասելու համար բեմ են հրավիրում 2024-25 ուստարաշրջանավարտներ Հովհաննես Հայրապետյանին, Սոնա Սարգսյանին, Աննա Սահակյանին և Լիլիա Չոբանյանին։ Դիմավորենք։ Սիրելի ընկերներ, սիրելի ուսուցիչներ, և իհարկե սիրելի շատ հարազատ և հոգատար 11-րդ դասարանցիներ։ Կփորձեմ խոսքս ասել առանց հուզմունքի և ինչքան էլ դա անհնարին լինի, կրճատ ելույթի սահմաններում շնորհակալություն հայտնել բոլորիդ, թե այսօրվա անկրկնելի միջոցառման, թե այն ամենի համար, որ դուք արել և անում եք մեզ համար, նույնիսկ առանց շնորհակալության։ Այս ողջ ուսումնական տարվա ընթացքում բեմից խոսել և ներկայացել եմ միայն որպես սովորողների խորհրդի համանախագահ, բայց այսօր ես պարզապես ճեմարան ավարտող սան եմ, ով իր կյանքի ամենակարևոր տարիները անցկացրել է այս պատերի ներսում, սա առաջի դասարանից, և ով հենց նոր ամբողջ սրտով վայելեց իր վերջին տողանը։ Այս օրը լի է ուրախությամբ, հպարտությամբ, բայց նաև մի փոքր թախիծով, որովհետև մենք բոլորս պետք է հրաժեշտ տանք այն դպրոցին, որտեղ մեծացել ենք, ձեռք բերել լիքը ընկերներ և ապրել բոլոր հնարավոր և անհնար հույզերը։ Սրտանց շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորին, և մեր վերջին հավաքը վերածեցինք իսկական տոնի։ Ձեր ջերմությունն ու նվիրվածությունը զգացինք ամեն մի րոպեում։ Եվ վստահ եմ, որ հենց ձեր ձեռքերում մեր դպրոցի ավանդույթներն ապրելու են սիրով և նոր ուժով։ Իսկ հիմա կցանկանամ մի բան ասել բոլորիս անունից։ Ես երբեք չեմ մոռանա իմ առաջին և վերջին սեպտեմբերի 1-ը։ Երբեք չեմ մոռանա իմ առաջին և վերջին տողանները, առաջին ու վերջին զեկուցագրերը։ Բայց այն ամենակարևորն է, երբեք չեմ մոռանա ճանապարհը դեպի Ջեմարան, այն երկրորդ տունը, որտեղից ամեն ինչ սկսեց։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, ես այսօր կանգնած եմ ձեր առջև որպես շրջանավար ցանկանալով ներկայացնել իմ հրաժեշտի խոսքերը։ Հաճախ մենք կենտրոնում ենք վերջնական արդյունքի վրա և մոռանում ենք կարևորություն տալ ընթացքին, չնայած որ այդ ընթացքն է օգնում ստեղծել լավ հիշողություններ։ Սակայն Ջեմարանում մակարդակից մինչև այս պահը բոլոր տարիների ընթացքում միայն դրական հիշողություններ են մեզ հետապնդել։ Բոլոր տողանները, ամշաբները, ցուցահանդեսները, դասընթացներն ու դասամիջոցները կապում են մեր կյանքի մի փոքր մաս, որոնք միշտ մնալու են մեզ հետ և օգնել են մեզ մեր ապագա կյանքը կառուցելիս։ Այս երախտագիտության շաբաթը ինձ օգնեց հասկանալ, որ ինչքան էլ մենք փորձենք մեր երախտիկը մատուցենք, միևնույն է ուսուցիչների կատարած աշխատանքը ավելին է արժանի։ Ջեմարանի ուսուցիչների և ընդհանուր արտադրության աշխատանքը այնքան մեծ է և անքշորելի, որ մենք միայն կարող ենք հետևել նրանց խորհուրդներին, զարգացնել նրանց կողմից մեզ տված գիտելիքը և բարելավել մեր երկիրը, որ գոնե կես չափով համարենք իրենց կողմից կատարած աշխատանքը։ Ջեմարանը մեր տունն է, նրա պատիվը մեր պատիվն է, և այդ պատիվը մենք մինչև մեր կյանքի վերջ պարտորեն պահելու ենք։ Շնորհակալություն։ Ես ինչ-որ խոսք չէի պատրաստել մինչև ես ասելու համար, ուղղակի հիմա ուզում եմ ասել այն ինչ-որ ես բային ուղղակի մտածում եմ։ Այս մեր դպրոցական տարիները այնքանով էին հետաքրքիր, որ իրանք շատ տարօրինակ ժամանակաշրջանում եղան ու այն աշխարհը, որում մենք ապրում էինք, երբ որ առաջին դասարանում էինք, լիովին տարբերվում է նրանից, ինչ որ այսօր ենք ապրում։ Ու շատ բաներ մեր աչքի դիմաց ուղղակի խլվեցին ու փոշիացան։ Պատկերացումներ, գաղափարներ, հայրենիք։ Ու այս ամեն ինչի հետ մեկտեղ մենք չենք կարող ամեն ինչ էսենց թողենք։ Ուրախանալը, պարելը, երգելը միշտ էլ կա, բայց մենք պետք է հիշենք, որ մեր կյանքում հետո ինչ էլ անենք, որտեղ էլ գնանք, միայն չմտածենք մեր երազանքների մասին, մեր մասին, որովհետև մեր շատ ընկերներ 5000, 10000 եղբայրներ, որոնք մեզնից ավելի մեծ երազանքներ ունեն, չեն կարողացել այդ երազանքներին հասնել, որ մենք այդ ամեն ինչը կարողանանք։ Ուղղակի ուզում եմ ասել, որ շատ հեշտ է սիրել ուժեղը, սիրունը, լավը, բայց իրոք պետք է ունենալ շատ մեծ ուժ, շատ մեծ կորով, առաքելական մոլեռանդություն ու խորը հավատ, որ այդ թույլը տգեղը սիրունացնել, ուժեղացնել։ Ես բոլորից ուղղակի ցանկանում եմ, որ մեր մեջ այնքան ուժ գտնենք,
որ այն պատասխանատվությունը որպես հայ որ ունենք, պատվով կատարենք։ Ու վստահ եղեք, ոնց ասել է հզոր Հայաստանի հզոր սպառապետներից մեկը 21-րդ դարում մերին է լինելու։ Ու այդ հաստատ տենց է լինելու։ Ես ուզում եի համել ձեր համար մի փոքր անակնկալ եմ պատրաստել։ Գիտեք, կարող է շատերը ծխեն, դե վերջին անգամն է մեր հրաժեշտ ենք տալու բոլորին, բայց իմացեք ամեն ավարտ նոր սկիզբ է ու պետք չի տխել, որովհետև կա մի շատ բարձ ճշմարտություն, ու այդ ճշմարտությունն է, որ երբեք բաժանում չի լինի։
Այս նկարը։ Ինչ ասեք, ինչ անոց, թե կատակեք և թե լուրջ, թե հեքət կախարդական, և թե կանքեր իրական, կարծես եկերներ, դասարաններ, ախեսանց էջերմակեր, Ես ինչպես, ես ոնց անցան, ոնց եկան, հեռացան